Հայաստանը 5 տարի անց ձեր կարծիքով տեխնոլոգիական կենտրոն, թե տարանցիկ առևտրի կետ։ Եվ երկրորդ հարցը, ինչ եք դուք ավելի կարևոր համարում այսօր, արդարությունը ներքին, թե արտաքին ներդրումները։ Այս երկու հարցի վրա խնդրեմ կառուցեք ձեր խոսքը, պարոն Գևորգյան։ Արդարությունը կարևորագույն հանգուցային հարց է, եթե արդարություն չեղավ, որևէ ներդրում չի փրկի։ Օրինակ ասենք մի արդարությունը քաղաքակրթական կարևորագույն բան է, կետ է, էլի, եթե քաղաքակրթություն չլինի, ոչ մի տեխնոլոգիական առաջընթաց չի կարա, ասենք, պետությունները պահպանել։ Օրինակ ես նայում եմ, անկեղծորեն իմ ընկերներին էլ եմ ասում եւ ամերիկացի բարձրաշան մարդկանց ասեմ, եթե դուք հիմի այն ամերիկան, որ եղել է Վիլսոնի ժամանակ, այդ իրենց պատկերացումները մարդկության բան եւ այլ վերաբերյալ, որ ամերիկացիները ամեն մեկը իրեն նախաճաշից մի նախաճաշ չեր անում, այդ փողը տալիս էր հայ երեխաներին որբերին փրկեին։ Այդ Ամերիկայից շատ եք հեռացել, այն էր ձեր ուժը, եթե մի քիչ էլ հեռանաք, այդ ոչ մի տեխնոլոգիական առաջընթացը չի փրկելու, մասնատվելու է, քայքայվելու է, Ամերիկան էլ չի մնա։ Դրա համար, մեր իրականության համար, հայկական արդարությունը կարևորագույն խնդիր է։ Մենք ամեն օր տեսնում ենք անարդարություն, բացարձակ։ Դրա համար հասկանալի ձեր պատասխանը։ Տեխնոլոգիական կենտրոն եւ առևտուր։ Ես իհարկե լավատես եմ, հասկանում եմ, մենք որ իջել ենք ամենացածր կետին եւ պետքա այս մտածողությունից վերջնականապես ձերբազատվենք գա ազգային նորմալ, ես որ ասում եմ ազգային ոչ թե ազգայնական, ազգային մեր ազգային պատկերացումները Բայց ինչ եք վախենում ազգայնականից, ազգայնականը փրկություն է, այսօր ինքնամաքրման մեր լուրջ ճանապարհն է, որտեղ չափանիշները հստակ են եւ այլն, այդ դեպքում ես վստահ եմ, որ 5 տարում մենք կունենանք այն առաջընթացը եւ ստեղ կունենանք բնակչության մեր գնահատականով էլ հայ բնակչություն հետ գա մասնավորապես ներգաղթ կունենանք իրապես ասենք կարող ենք 5 տարվա մեջ հավաքել մոտարպես մի 6 միլիոն բնակչություն կրկնապատկել, որը շատ լավ հիմք կծառայի, որպեսզի նոր առաջընթաց գրանցենք մարդկային որակի բարձրացման ուղղությամբ եւ ասենք արդեն հնարավորություն կունենանք մտածենք 10 եւ 50 տարի հեռահարության խնդիրներ լուծելու համար։ Շատ լավ, պարոն Տրունյան, ձեր պատկերացումը։ Իհարկե արդարությունը, որովհետև արդարության մեջ մտնում է քո դատական սիստեմը ոնց է աշխատում։ Իսկ եթե այդ սիստեմը չի աշխատում, դու քո դրսի ինվեստորին կամ ներսի ինվեստորին չես ապահովում հենց այդ արդարության գաղափարը, մարդ չի հասկանում, որ իր ներդրումը ապահովված է, թե ապահովված չէ, դու ներդրումներ չես ունենալու, դա միանշանակ մենակ արդարությունն է։ Երկրորդը, ես ավելի օպտիմիստ եմ, ես տեսնում եմ Հայաստանում, որ կա պոտենցիալ, որ մեր տեխնոլոգիական զարգացումը կկայանա, բայց ես մի քիչ ուրիշ ձև եմ դա պատկերացնում։ Մինչև 2028 թիվը մենք այս ճգնաժամում հլա կապրենք, դա չի փոխվի ոչ մի ձև։ 2028 2 տարի հլա կապրենք ճգնաժամի մեջ, որովհետև կա սոցիոլոգիական օրենքներ, երբ որ խոշոր կատաստրոֆայից հետո անցնում է 5 տարուց հետո մարդիկ արդեն սկսում են ինչ-որ դրական փոփոխություններ մեջ լինում, արդեն համընկնում են, փորձում են ինչ-որ մի բան փոխվի, դրա համար ինձ թվում է մինչև 2028 թվից, եթե հաշվենք, արդեն 10 թվից աղետը չենք կարա 18 թվից հաշվենք, պետք է հաշվենք 23 թվից, առաջինը 20 թիվ, 21-ից հաշվենք արդեն 5 տարին անցել է։ Արդյոք դա նշանակում է, որ միջև այդ ամեն ինչ կարգին էր։ Չէ, միջև այդ կատաստրոֆա չի։ Աղետի մասին է Մինչև հասունացել է այս խայտառակությունը, որի բոլոր դպրոցի բոլոր դասարաններով անցել է պարագլուխը։ Մի մոռացեք սա։ Պարարտ պայմաններ չլիներ, չէր գա, չէր հասնի սա։ Սրա հեղինակները, սրա ծնողները բոլորն են։
Այո, պարոն Մանոսարյան, ես ուղղակի զարմացած եմ, թե մեր հասարակությունը ոնց չի սիրում կարդալ մտքերը, ասենք այս մարդը գրել է իրեն ամբողջ գրքում, մի նախադասություն կա հանել, դնել, բոլորը ստիպել, որ կարդան, գուցե հասկանան, թե ինքը ասել է ինչա լինելու։ Բայց մեկ չէ, նույնիսկ ասեն կրթված մարդուն ասեն, բայց ինքը իրեն գրքում, ես չգիտեմ ինչ, այդ բանում ինքը նշել է, թե ինչ է լինելու Հայաստանի հետ և ինքը ինչ է անելու։ Չի ուզում կարդա, գրագետ մարդը չի ուզում կարդա։ Ով չի կարդացել, չի կարդա, ով կարդացել է գիտի ինչ է։ Դուք հիմա քարոզում եք, որ բոլորը կարդան այդ գիրքը։ Չէ, բավական Եվ առաջնորդվեն դրանով։ Եթե պարոն Տրունյանը վերջացրեց։ Այո, պարոն Տրունյան։ Բայց 28-ից հետո ես հույս ունեմ, որ ինչ-որ դրական փոփոխություն կլինի, մեր տեխնոլոգիական պոտենցիալը շատ բարձր է, մենք եւ արհեստական ինտելեկտի մեջ ունենք ներդրումներ եւ տեխնոլոգիական ոլորտում, բայց այս ամենը որ կայացվի, պետք է Հայաստանում առաջինը հենց այդ ինքնավստահությունը մարդկանց մեջ բարձրանա։ Երկրորդն էլ հենց այդ արդարության գաղափարը բարձրանա, որ մարդը իրեն զգա մարդ։ Շատ լավ, պարոն Սարգսյան, ձեր պատասխանը։ Արդարությունը դա փիլիսոփայական գաղափար է, ոնց որ սեր կամ որպեսզի արդարությունը կայանա, պետք է նա վերածվի արդարադատության։ Եթե քո երկրում չկա արդարադատություն, այն մարդը, որ զենքը վերցնում է, գնում է մյուսին խփում է, դա արդարադատության բացակայությունն է, նա ներկայությունն է։ Եթե մեղավորին խփում են, չմոռանան Գերմանիայում, եթե դա հեքիաթ չի, ոչ էլ անեկդոտ է, երբ որ ավտոբուսի համար չվճարածին, այդ զենքով խփել են, նայած ում են խփել։ Մեզ թվում է հարյուրավոր մարդկանց են խփել, չէ, մի քանի հոգու են խփել։ Բայց դա ես ուզում եմ հակադրվել ձեր ամենայն հարգանքով ձեզ։ Եթե մենք տվեցինք իրավունքը, լավագույն գաղափարախոսությունը, բայց դա չկատարելու համար պատասխանատվություն չնախատեսեցինք, ոչ մի բան էլ չի լինելու։ Այդ դրա համար երբեմն այդ կետադրությունը Սևակի ասած հրացանից արձակվող կետադրությունը մեզ օգնելու է ամրագրել դա։ Հենց արդարադատություն, եթե խոսանք արդարությունից, մենք ինչ-որ փիլիսոփայական թեզերի մեջ ենք մտնելու, արդարադատություն էլ եմ ասում, մարդ, որ զենքը վերցնում է, այսօր գնում մյուսին խփում է, գիտի, որ դատարանը արդար չի, արդարադատություն չկա, արդարացնելու է, ասենք, նոր տարվա օրը պարեկները մեր փողոցի վրա 50,000, 200,000 տուգանք էին գրում, որպեսզի այդ հրավառություն էին անում, մի 20 մետր ենքում մարդ գնդակահարեցին վրացական փողոցի հենց վրա, այդ քրեական հեղինակություն են ասում Չաղ Ռուստամի հոր, այսինքն պարեկները 50,000-ի տուգանք էին գրում երեխաների ծնողներին այդ հրավառության համար, իսկ այնտեղ մարդ էին գնդակահարում, ուզում ասեմ, եթե չլինի արդարադատություն, ինչքան է խոսանք արդարությունից, դա վերացական ինչ-որ թեզեր է։ Եղել է նախորդ իշխանությունների ժամանակ։ Ընտրապայքարի ժամանակ մարդիկ հավաքված են Մերգելյան ինստիտուտի բակում, ընտրական հանդիպում էր։ Դրանից 20 մետր են կողմի վրա, իմ հակառակորդը մեկի սպանեց։ Մի հատ էլ շատ ինչ եղավ, ոչ մի բան, բացարձակ ազատության։ Որը ես ուզում համակարգն է։ Թողենք պարոն Սարգսյան։ Համակարգն է, չի կարա 4 անգամ ժողովուրդը սխալվեր, չէր կարա 4 նախագահ կամ վարչապետ վատը լինեն։ Դա հենց այն համակարգն է, որ սովետական մուլտֆիլմ կար, որ ասպետը գնում է հրեշին սպանելու, ինքը հրեշ է։ Չինական պատմություն է իրականում։ Այո։ Ես զգացել եմ իմ կաշվի վրա Կենիայում, երբ որ զգում ես, որ ժողովրդից կտրվում ես, մի հատ վատ զգացմունք է քո մեջ գալիս, որ ինչ ասում ես, դու ճիշտ ես։ Եթե այդ զգացմունքի վրա ես կարողացա իմ վրա։ Հակակշիռներ են պետք։ Այո, ու կողքդ էլ 10-20 հոգի հավաքում է թագավոր ջան, դու Շեֆ ջան։ Հա, շեֆ ջան, թագավոր ջան, հա։ Ու դառնում է ինչ որ այսօր ունենք սխալ որոշումներ, ժողովրդից կտրված, իրականությունից կտրված, նույնն էլ ընդդիմության մեջ է։ Հիմա ժողովուրդը ինձ հարց է տալիս, դուք ընդդիմություն եք, թե երրորդ ուժ եք։ Տեսեք, արդեն ժողովրդի մոտ գալիս է մի բան, որ ընդդիմություն բառը արդեն ամոթ է։
Ինձ հարց են տալիս, ասում են, պարոն Սարգսյան, դուք երրորդ ուժ եք, թե ընդդիմություն եք։ Ես sense բան մենակ Հայաստանում եմ տեսել։ Ես մենակ Հայաստանում եմ տեսել, որ պետությունը ընդդիմությունին ասի, եկեք ընտրություն անենք, ընդդիմությունը վախենա։ Ես մենակ Հայաստանում եմ տեսել, որ ես 2 շաբաթ շուտ ասում եմ, հեսա սրանք պարգևավճար են ստանում, ասում են, չէ, հետո լրիվ պարգևավճար են ստանում։ Մենք լինելով մեծամասնությամբ, քանակությամբ, հա, Կիկույու ցեղը ու մասային էլ միանում էր 100% հաղթանակ էինք տանում, վախենում էինք հայտարարեինք։ Եվ մի վարքյան հետո ընդդիմությունը ասում էր նոր ընտրություններ կատարեք, սխալ է։ Ուզում ասեմ, մենակ Հայաստանում sense բաներ կա, ասում են նոր գաղափար է իմ մոտ եկել ժողովրդից, ասում են դուք ընդդիմություն եք, թե երրորդ ուժ եք։ Հասկանում եք, ընդդիմություն լինելը ամոթ է դառել, տենց են աղավար։ Ես ինչպես եք տեսնում, այսպիսի ընդդիմություն պետք չէ։ Ես կասեմ ձեր հարցին, որ Հայաստանը թե բարձր տեխնոլոգիաներ, թե ռեէքսպորտի երկիր պետք է դառնա, ապաշրջափակումը կատարվելու է, ինչքան էլ ուզենք, թե չուզենք, մենք այդ հարցը չկարողացանք 30 քանի տարում լուծել, ասում եմ, այն ժամանակ պետք է չկանգնեինք մենք, այն 90-ականներին պետք է չկանգնեինք, պետք է ապաշրջափակման մենակ զենքի ուժ ունեինք միջազգային հանրության սատարումը, ուժն է ծնում իրավունք։ Այո, եւ միջազգային ամբողջ հանրությունը Արցախի հայությանը ճանաչում էր ինքնորոշման եւ կարող էինք ստորագրել զինադադար միայն ապաշրջափակման դեպքում, մենք չարեցինք դա։ Հիմա պետք է անենք։ Մեզ կմեղադրեն, որ Թուրքիայի հետ սահման եք ուզում բացեք։ Նախ Թուրքիայի արևմտյան սահմանները ճանաչված չի ոչ մի երկրի կողմից, չկա դելիմիտացիա, դեմարկացիա, այսինքն իրավաբանորեն չի, եթե ռուսական կողմը մեզ ուզում է դաշնակից լինի, եկեք գանք խորքերից, Բրեստ-Լիտովսկին, ամեն ինչով նրանք չեզոքացրել են այդ պայմանագիրը, թողել են 4-րդ կետը։ Չենք մի կողմ դնում Վիլսոնյան ամբողջ այդ իրավական ակտը։ Չենք դնում։ Առաջին պլան պետք է բերել։ Այո, չենք դնում։ Ճիշտ ժամանակն է, անորոշության մեջ ամենաճիշտ ժամանակն է հստակ բաները առաջ մղելու։ Բրեստ-Լիտովսկին եղել է մեր թշնամի պայմանագիր, հա, իրոք իբր մեզ չի վերաբերվել, բայց 4-րդ կետը հենց մեր հողերը սիրուցան արել։ Եթե ռուսները ձեր մեզ բարեկամ են, եկեք Բրեստ-Լիտովսկին բոլոր կետերը հեչ են արել, բացի 4-րդ կետից։ Կարող եք ավելի կոնկրետացնել Մոսկվայի եւ Կարսի։ Դրանից հետո արդեն։ Այո, այսինքն եթե Բրեստ-Լիտովսկին հելա, ու ասենք ապորենի բոլշևիկները ճանաչված չեն եղել, բոլշևիկները ճանաչvan որ թվին, Անգլիան առաջինը ճանաչեց 1923 թվականին, երբ որ British Petroleum-ի հետ արդեն համաձայնեցվեց այդ գազամուղի հարցը, եւ մյուս կողմից էլ եղել են ովքեր, էլի ՀԿ, այսինքն ոչ օրինական կազմակերպություններ մեր հայերի հարցն են լուծել ու ռուսները բոլոր կետերը արդեն չեզոքացրել են, բայց այդ 4-րդ կետը մնացել է։ Եկեք, եթե դուք մեզ բարեկամ եք, եկեք մի հատ տենանք, այդ ինչ ձեր բարեկամ եք։ Երկու թե գիտություն, թե ռեէքսպորտ, նայենք Դուբայի օրինակը, ռեէքսպորտով զարգացավ գիտությունը անենց մակարդակի, անենց նոր մինիստրություններ են հորինում, որ մենք հայերը սենց խելոք լինելով երջանկության մինիստրություն, IT մինիստրություն, պարոն Գևորգյանի հետ մենակ համաձայն չեմ, որ Ռուսաստանը սատկուման, Ռուսաստանը ցույց տվեց, որ անվերջ կարա պատերազմ վարի, հիմա էլ այդ օդահակա ոնց է կոչվում իրանց մոտ, բեսպիլոտնի վայսկա, օրական մեծ քանակությամբ կուտակում է եւ օրական մոտ 8000 ավել դրոն արտադրում է։ Ռուսաստանը հասկանալու համար ոչ մեկս չենք հասկանալու Ռուսաստանը, միանգամից ասեմ։ Ճիշտ այնպես ինչպես Ամերիկան չի հասկանում Ճապոնիայի գաղտնիքը հաջողության։ Հատորներ են գրել ամերիկացիները, չեն կարող վերցանեն ճապոնական բիզնես մշակույթը կամ ընդհանրապես մտածելակերպը։ Աշխարհն էլ չի կարող հասկանալ Ռուսաստան, գիտեք ինչի, որովհետև ֆիզիկայի օրենքները երկրի վրա եւ տիեզերքում լրիվ տարբեր են գործում։ Հոգեբանություն կա,
որը անգամ հայերը չեն կարող վերցանել։ Դրա համար հանգիստ թողնենք Ռուսաստանը, հանգիստ թողենք մնացած երկրները, ես ուզում եմ հետևյալին կալ, եթե չխանգարեցի։ Չէ, ես ասացի, 2026 թվականի հունվարի 10-ին լրիվ նոր իրողություն կարող ենք ֆիքսել ամենաժամանակակից դասը մարդկության։ Հետևյալն է, ուժն է ծնում իրավունք։ Այո։ Մեզ համաշխարհային տնտեսության առաջնորդ երկիրը, առայժմ, ես որոշ չափով Չինաստանն եմ համարում իհարկե, բայց որպես հեգեմոն մնում է դեռ Միացյալ Նահանգները, որովհետև տեխնոլոգիապես եւ ոչ միայն տեխնոլոգիապես, բավական նաեւ համաչափության տնտեսական զարգացման եւ աղքատության նվազեցման առումով Միացյալ Նահանգները բավական առաջ։ Այդ դասը մեզ տալիս է։ Պատմական Հայաստանը մեզ հուշում է, որ այդ իրավունքը, այդ ուժը, որ տալիս է իրավունք, այս փափուկ ուժն է, որը մենք ունեցել ենք, բայց արհամարում ենք։ Մենք ասում ենք, չէ, մենք տկարամիտ ենք, մենք դեգրադացված ազգ ենք, մենք ընդհանրապես մի քանի տարվա խայտառակության տերն ենք, ոչ թե այդ հզոր հարստության, եւ ասում ենք խեղճ ու կրակ եկեք նստենք, դες չի։ Եվ ուզում եմ ընդհանրապես մի, եթե թույլ կտաք, մի փոքրիկ ուղղում էլ չէ, խմբագրում, եթե կարելի է։ Ինչու 5 տարի հետո, ինչու մենք դարձյալ մեզ զսպում ենք, չասենք, մի քիչ ավելի հեռանկարին նայենք։ Այո, կարող ենք համատեղել, եթե այս փափուկ ուժը մենք տեր ենք կանգնում, արդյոք գաղտնիք է, որ փափուկ ուժին տիրապետող ժողովուրդը եւ պետությունը, ազգը եւ պետությունը կարող է ծնկի բերել իրական զենք ունեցող պետությանը։ Գաղտնիք չի կարծեմ։ Այսինքն մենք լավ չենք օգտագործում Աստծուց մեզ տված այդ զենքը։ Այդ պատճառով այստեղ շատ հստակ մասնագետների հետ է սա կազմվել։ Այդպես չի, որ ինքնագործունեություն է նստել։ Հայաստանը կրթական, գիտական, տեխնոլոգիական կենտրոն կարող է պետք է դառնալ, որովհետև նախադրյալները ամենաշատը խոր արմատներով հենց Հայաստանում են։ Տեխնոլոգիական դիվանագիտությունը ավելին ասեմ, դա տնտեսական դիվանագիտության կարևորագույն մասն է, գիտական եւ տեխնոլոգիական դիվանագիտությունը, որը մենք Հայաստանից դուրս օգտագործում են հենց հայերը, բայց մենք դեռ չենք կարողանում տեղայնացնել բերել այստեղ։ Եթե մենք կարողանանք իրավունքի եւ պատասխանատվության միջև բալանսը ապահովել երկրում, եթեները շատ են, եթե մենք ճիշտ կետից սկսենք այդ 5 տարին, այո, ձեր ասած 5 տարին լրիվ բավարար է, որպեսզի մենք եւ ունենանք, իսկ ով ասում, որ միան գիտական կամ տեխնոլոգիական կենտրոն դառնալով Հայաստանը չի կարող կամ չպիտի ազատ ու լավ սպասարկի ոչ միայն իր երկրի նպատակները, այլ դրանից օգուտներ քաղի, ինչպես դարեր շարունակ արել են։ Ի վերջո, այս ամեն ինչի առհավատչան Մխիթար Գոշն է, Մխիթար Գոշի արարածը ամբողջ Եվրոպան ընդունում է մինչև այսօր, որ իրենց օրենսդրության հիմքը Մխիթար Գոշն է, դատաստանագիրքն է, որտեղ այդ բալանսը կա ամենուր։ Մեր օրենսդրության նորանկախ Հայաստանի օրենսդրության մեջ այդ խախտված է։ Շատ օրենքներ կան, կներեք, բացի քրեական օրենսգրքից, մնացած օրենքների գերակշիռ մասում կա ինչ պետք է անել, բայց ինչ անել, եթե դա չեք կատարում, չի գրված։ Ուրեմն սա դեռիվ հեքիաթների հավաքածու է դառնում։ Եվ այդ կետադրությունը մենք պարտավոր ենք ամենայն խստությամբ, ինչպես է Սինգապուր դարձել, երևի շատերս գիտեն, գոնե այստեղ ներկաները։ Այդ խստությունը եթե չլներ, եթե մահապատիժը Ամերիկային վերացրեք, դուք Ամերիկա չեք ունենա։ Շատերը չգիտեն, որ Ամերիկան մահապատիժ ունի։ Ինչպես պետքա զգոնության վերել այն մարդկանց, ովքեր ում համար ինչ ազգ, ինչ պետություն այս վիճակն է։ Ես հավատում եմ նրան, որ եւ տեխնոլոգիապես մենք կարող ենք բավական լուրջ նվաճումներ ունենանք եւ արդարադատության մասով էլ արդարության մասով սոցիալական արդարություն բոլոր այն պետությունները, ովքեր ումից կարող ենք ակնկալել այդ նույն ներդրումները, որ դուք ասում եք, նրանք եթե տեսան, որ սոցիալական արդարություն չկա, փախնելու են, ոչ թե կարող է ներդրում գալ եւ էսել իր համար։ Դրա համար մեզ համար շատ կարեւոր է վստահության գործոն, մեկս մյուսի հանդեպ, բոլոր այն ինչի մասին մենք խոսել ենք, սրանք պետք է շատ լուրջ վերաբերվենք, բայց առաջին հերթին երեխային այն փոքր տարիքից մանկապարտեզից Բանգալորը դարձել գիտեք։
մանկապարտեզից եւ արդարության սկզբունքներից է եկել, որովհետեւ արդար կարողացել են զատել բնական ճանապարհով այս երեխայի մեջ ինչ հատկություններ, ինչ շնորհներ կան դրված, որ մենք դրան տանենք IT ոլորտը, թողենք ինքը իրենով ուրիշ ոլորտներ։ Պետությունը պետք է զբաղվի բազգային գաղափարաբանությունն է դրանով ծնողների վրա։ Իսկ բանը մեր ԿԳՄՍ նախարարը ասում է մենք պետք է ընդունենք փաստ, որ արդեն իրականություն, որ թմրադեղը արդեն հայտնվել է դպրոցում։ Պատկերացնեք։ Իրենց դպրոցում, իրենց սարքած դպրոցում։ Մեր դպրոցում նման բան չի կարող լինել։ Այսօր մենք այդ դպրոցում ենք մեր երեխեքին տալիս սովորելու եւ ինքը ասում է դա արդեն պետք է որպես իրական Հայաստանի կարևոր մաս ընդունել։